ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես սպասավորը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս, փառք եւ գոհություն ամենախնամ Տիրոջը նոր տարվա հերթական բացվող օրվա եւ օրհնաբեր կիրակի համար։ Գոհություն հայտնեցեք ամեն ժամ, ամեն ինչի համար, Հորը եւ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Խրատում է Սուրբ Պողոս առաքյալը եւ մաղթանքս է, որպեսզի անկախ ամեն ինչից, անկախ փորձությունների ու դժվարությունների ծանրությունից սովորենք մեզ պարգևած յուրաքանչյուր նոր օրը առ Աստված փառաբանությամբ սկսել մեր կյանքը ամբողջովին նրա հայրական հոգատարությանը հանձնելով։ Ամանորի գիշերը, երբ ազդարարվում է տարեմուտի մեկնարկը, բազում երազանքներ ու բարեմաղթանքներ են վերառակվում երկինք եւ դրանք միշտ նորի ավելի լավի, ավելի լուսավորի ակնկալիքով են։ Մեզ քրիստոնյաներիս անկախ մեր մանր ու մեծ երազանքներից միավորում է մեր կյանքի ամենամեծ ու կարևոր իղձը կամ նպատակը ժառանգել Աստծո խոստացած արքայությունը։ Իսկ դրա համար, ինչպես գիտենք, կարևոր նախապայման կա, որի մասին խոսում է Քրիստոս. եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի։ Այնուհետև մատնանշում է խոնարհությունը, որ պիտի ձեռք բերեք, իսկ դառնալն այստեղ փոխվել իմաստ ունի, սիրելի հավատացյալներ, եւ այդ է պատճառը, որ մեր սիրասուն երկնային մայրը եկեղեցին ավետանի ու սուրբ հայրերի շուրթերով մեզ մշտապես հիշեցնում է փոխվելու անհրաժեշտության մասին։ Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, ապա առաջին հերթին ինքդ պիտի փոխվես։ Ազնիվ ու անկեղծ ինքնակնության դեպքում վստահ եմ մեր հոգում փոխելու շատ բան կգտնեք, սակայն այդ ամեն մեջ կա մի բան, որի սնունդ են առնում մյուս բոլոր աղտերը եւ որի ցավոք անմասն չէ եւ ոչ մեկը անկախ դիրքից ու ծագումից։ Հպարտությունն է դա։ Հպարտությունն է ի հայտ գալիս ամենազանազան եղանակներով, երբեմն ծածուկ, երբեմն բացահայտ, բայց միշտ կործանարար ազդեցություն են ունում դրանով բռնված հոգու համար։ Եկեղեցու հայրերը բազում գրվածներ ունեն եւ այդ աղտը բնորոշող եւ դրանից զգուշացնող եւ դրան հակազդելու ուղիները մատնանշող։ Սակայն այսօր ուզում եմ ձեզ համար ընթերցել Եսայի մարգարեի խոսքերը, որտեղ նկարագրվում է այն պահը, երբ առաջին անգամ Արուսյակի կամ Բանսարկուի հոգում ծնվեց այդ մահաբերախտը եւ թե ինչ հաջորդեց դրան։ Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ բարձրյալին, բայց ահավասիկ ամփոփում է մարգարեն, դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։ Սիրելիներ, այս կործանարար կրքի դրսևորումների մասին մտորելիս հիշեցի դասականի խոսքը։ Հպարտություն այն է, ինչ մենք մեր մասին մտածում ենք։ Ես կասեի սխալաբար մտածում։ Իսկ մենք հաճախ առանց որևէ հիմնավորման մտածում ենք, որ ամենախելացին ենք, ամենագետը, ամենաճիշտը։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է այսօր մեր ազգի մեջ արմատացող մեկ այլ աղետալի երևույթի, որը հեղինակազրկումն է եւ որն իմ կարծիքով ամենաիսկական հպարտության քողարկված արտահայտությունն է։ Ես ոչ մի հեղինակություն չեմ ճանաչում, քանի որ ինքս ամեն ինչ գիտեմ եւ որևէ մեկից սովորելու կարիք չունեմ։ Խորհրդային շրջանը հիշող մարդիկ կվկայեն, թե այն ժամանակ ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էին վերաբերվում ուսուցիչներին, բարձր գնահատելով նրանց կոչումը, նրանց կատարած աշխատանքն ու մեծագույն ավանդը մանուկներին ու երիտասարդներին կրթելու եւ դաստիարակելու գործում։
Ուսուցիչը դասախոսը գիտական այլ իսկական հեղինակություն էր, նրա խոսքը կշիռ ուներ և անգամ ծնողն էր գլուխը խոնարհում, երբ ուսուցիչը նախատում էր աշակերտին։ Այսօր ծնողն իրեն թույլ է տալիս ողջ դասարանի ներկայությամբ ամենավերջին անպատիվ խոսքերն ասել իր մանկանը կրթողին և անգամ ապտակել նրան։ Արևելքում բնակվողները կվկայեն, թե ինչպիսի հարգանքով ու մեծարանքով են երիտասարդները վերաբերվում տարեցներին, զանազանություն չդնելով իրենց և այլոց ծնողների միջև։ Կյանքի զանազան փորձությունների, հիվանդությունների ու տառապանքի բովով անցած և երիտասարդների համեմատ իմաստություն ձեռք բերած տարեցն իսկապես գանձ է համարվում արևելքում և մարդիկ հաշվի են նստում մեծի կարծիքի հետ։ Հարգում են նրա անցած ճանապարհը, գնահատում նրա փորձը ու հաճախ են խորհուրդ հարցնում կյանքի տարբեր իրադարձություններում։ Մեզ մոտ ցավոք կամաց սկսում է մարել անգամ տարական հարգանքը տարեցների նկատմամբ, էլ չեմ խոսում ակնածալից վերաբերմունքի մասին։ Զանազան փորձություններից ճերմակած գլուխը, վշտերից կնճռներով ակոստված դեմքը, աշխատանքից կորցրած մեջքն ու դողդոջում քայլքը այլևս չեն ազդում մեզ վրա։ Հրյաների կամ մահմեդականին մեջ ապրողները կվկայեն, թե ինչպիսի գնահատանքով ու մեծարանքով են և առաջինները և վերջինները վերաբերվում իրենց հոգևոր առաջնորդներին, անկախ ամեն ինչից և ինչ նշանակություն են տալիս նրանց խոսքին։ Առնվազն միամտություն կլինի կարծելը, թե վերջինները սուրբ են ու կատարյալ, ոչ իհարկե։ Մարդիկ հրաշալի տեսնում են ու գիտեն իրենց հոգևոր հայրերի ախտերն ու սխալական լինելը, սակայն իրենց թույլ չեն տալիս դատել և քննարկման առարկա դարձնել նրանց, որովհետև հոգևորականի հեղինակությունը անսասան է նրանց մշակույթում, նրանց հոգեկերտվածքում և այդ ազգերի համար սկզբունքային ու սեփական արժանապատվության հարց է իրենց հոգևոր առաջնորդների վարկը բարձր պահելը։ Թե ինչ է կատարվում մեր երկրում այս առումով կնախընտրեմ լռել։ Եվ սա ցավոք վերաբերվում է բոլոր ոլորտներին։ Իսկ թե ինչու է անհրաժեշտ խոնարհաբար հարգալից վերաբերմունք դրսևորել հեղինակավոր վաստակաշատ մարդկանց հանդեպ, ինչու է անհրաժեշտ գնահատել ու պահպանել նրանց, ինչու է անհրաժեշտ ունկնդիր լինել նրանց խոսքին ու սովորել նրանցից, կարծում եմ ակնհայտ է։ Հասարակությունը կրթվում, զարգանում ու պահպանվում է հենց նման արժեքների շնորհիվ։ Մարդիկ միասնական, համերաշխ, ուժեղ ու գաղափարական են դառնում հենց այս մարդկանց օգնությամբ։ Ժողովուրդը չի պառակտվում, դյուրությամբ չի մոլորվում, երբ գիտե հարգել հեղինակավոր մարդկանց խոսքը, գիտե գնահատել նրանց վաստակը, գիտե ականջալուր լինել նրանց խրատներին։ Սա խոնարհության դրսևորում է և շատ կարևոր է, սիրելի հավատացյալներ, քանի որ ինչ կպատահեր Իսրայելի ժողովրդին առանց Մովսեսի առաջնորդության, ինչ արժեք ունենային գալիլեացի ձկնորսներն առանց վարդապետի, արդյոք նրանք սուրբ առաքյալներ կդառնային, եթե խոնարհաբար ընդունելու փոխարեն հպարտությունից մղված մերժեին Քրիստոսի առաջնորդությունը, արդյոք կժառանգեին Աստծո երանելի արքայությունը, եթե Քրիստոսի խրատներն ընդունելու փոխարեն սեփական փուչ ու մեծամիտ կարծիքը առաջնորդեին։ Ոչ և կրկին անգամ ոչ։ Խոնարհվող մեղավորները առանց բարի գործերի էլ արդարանում, իսկ արդարները իրենց ձեռք բերածն են կորցնում հպարտության պատճառով, ասում է Հովհան Ոսկեբերյանը։ Եվ քարոզիս այսօրվա բնաբանն է, ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես սպասավորը, դրա համար է, որ չկորչենք, այլ Քրիստոս Աստված մեր խոնարհությունը տեսնելով ի վերջո արդարացնի մեզ ու փրկի, և էլի նույնի համար է, որ Տերը ասում է. սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է հեզությունը կամ խոնարհությունը և երբևէ շփոթենք դրանք վախկոտության, թուլության կամ անտարբերության հետ։ Քրիստոս ասում է.
ես հեզ եմ ու սրտով խոնար։ Իսկ միթե կարող ենք ասել, որ նա ով իշխանություն ուներ բնության տարերքների, հիվանդությունների ու մահվան վրա, անզոր էր ու թույլ։ Ոչ։ Միթե կարող ենք ասել, որ նա ով փարիսեցիներին ու քահանապետերին հրապարակավ քննադատում էր, կեղծավորներ ու իժերի ծնունդներ կոչելով, վախկոտ էր կամ չարի կեղծիկի հանդեպ անտարբեր։ Իհարկե ոչ։ Ուղղակի Քրիստոս հրաշալի գիտեր, թե ով է ինքը եւ որևէ մեկին որևէ բան համոզելու, հարկադրելու կամ ապացուցելու կարիք չուներ։ Չուներ ինքնահաստատվելու, ինքն իրեն խաբելու կարիք, ուստի եւ նրա զորությունն ու համարձակությունը չէին ուղեկցվում անբարտավանությամբ, ցուցամոլությամբ կամ հանդգնությամբ, այլ նրա խոնարհությունը հոգին զմայլող մաքրության ու պարզության միջոցով էր դրսևորվում։ Արդ այսօր եւ միշտ մեզ համար անչափ կարևոր է անկախ մեր դիրքից իրական խոնար միտք ունենալու ամենքի եւ ամեն ինչի, իսկ առաջին հերթին ինքներս մեր մասին։ Չտրվենք հպարտության առաջարկած կեղծիկին սիրներ, որքան էլ այն հաճելի թվա։ Մեզ վրա չդասենք արդար հայր Աբրահամից, որն իր մասին ասում էր, ես հող եմ ու մոխիր։ Միշտ հիշեք, որ Աստծո ողորմության կարոտ մեղավորներ ենք, կավից ստեղծված, որ մի օր անպատճառ կանգնելու ենք արդար դատավորի առջև դատվելու։ Ուստի խոնարհեցնենք մեր անձը եւ ամեն ժամ հոգանք մեր կավե անոթները հոգեվոր գանձերով լցնելու մասին, իբարս ամենասուրբ յորօրթության այսօր եւ միշտ ամեն։